Ըստ խնդրի Քրիստինեի մայրը նրան ասաց, որ դպրոցից տատիկի տուն գնալու համար պետք է նստել 60-ից փոքր 13-ի բաժանվող համարներով ավտոբուսներից որևէ մեկը։ Պետք է գտնել, թե քանի այդպիսի ավտոբուս կա։ Շատ լավ։ Դե իրականում առաջին հայացքից միգուցե թվեր, թե այս խնդիրը պետք է լինի բարդ, բայց այն շատ պարզ է ու հենց այն է, ինչ ասվում է խնդրի մեջ։ Ունենք 60 մինչև 60-ը թիվ, ու մեզ բավարարում են միայն 13-ի բաժանվողները, կարճ ասած։ Ինքն այդ համարի ավտոբուսները պետք է ուղղակի գտնել, թե 60-ից փոքր քանի թիվ կա, որ բաժանվում է 13-ի։ Ինքն խնդիրը պարզեցնում ենք։ Պետք է գտնել 60-ից փոքր 13-ի բաժանվող թվերը։ Ավելի ճիշտ թվերի քանակը, որովհետև մեզ չի ասում, որ համարի ավտոբուսներն են բավարարում, մեզ հարցնում է քանի այդպիսի ավտոբուս կա։ Ինքն թվերի քանակը, որը կարելի անել երկու տարբերակով, կամ 60-ը 13-ի ենք բաժանում ու 13-ներ հաշվում, թե քանի հատ է տեղավորվում, կամ ուղղակի գրում ենք, թե որոնք են այդ ավտոբուսների համարները, այսինքն որոնք են այդ թվերը ու հաշվում դրանց քանակի, երկուսն էլ շատ պարզ են։ Ինքն ունենք այստեղ 13-ն է ակնհայտ մեզ բավարարում, առաջին համարի ավտոբուսը, որը կբավարարի, հաջորդը 26-ն է, դրան 13 ավելացրեց, դրանից հետո 39 և սրան էլ եթե 13 ավելացնենք, ստանում ենք 52 ու հաջորդ այդպիսի թիվը մեզ մոտ 65-ն է, որը արդեն մեծ է 60-ից, ուստի այստեղից մենք դադարեցնում ենք, բավարարում են միայն այս 4-ը։ Ահա, դրա համար այս խնդրի պատասխանն է 4։ Շատ լավ, դե ինչ ամփոփում կարող ենք այստեղ մենք կատարել, խնդիրը պետք է ուղղակի ճիշտ հասկանալ և վերել այն պարզ կտորին, ինչը մենք արեցինք, այսինքն մենք ունեինք ավտոբուսներ, դպրոցից տուն գնալ և այլն, դպրոցից տատիկի տուն գնալ, ինչով կարող է գնալ ու տարբեր անուններ, բայց փաստը այն է, որ մեզնից խնդիրը ուղղակի պահանջում էր գտնել 60-ից փոքր քանի թիվ կա, որ 13-ի է բաժանվում։ Դե իսկ այդ թվերն էլ, ինչպես ասացի, երկու ձևով կարող էինք գտնել, կամ նշենք որոնք են ու քանակ հաշվենք, կամ 60-ը բաժանենք 13-ի ու տեսնենք քանի հատ 13 կարող է տեղավորվել մինչև 60-ի մեջ ու դե այդքան էլ 13-ի բաժանվող թիվ է լինելու։ Երկու դեպքում էլ պատասխանը մեզ մոտ ստացվում է 4։ Ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։